Երբ տխուր ես, միանգամից մի հակառակվիր նրան, թույլ տուր լինել այդ էմոցիայի հետ, փորձիր մնալ այդ իրավիճակում, թույլ տուր, որպեսզի այդ էմոցիան զգաս, կարողանաս մնալ ինքդ քեզ հետ, փորձել գտնել պատճառահետևանքային կապը, թե ինչի մասին է խոսում քո տխրությունը։ Դու միշտ կարող ես փորձել նրանից փախչել, որովհետև դա մեր ավտոմատիզացված գործողությունն է։ Մենք անդադար փորձում ենք ամեն ինչ բարելավել, ամեն ինչ շտկել, բոլոր հարցերի պատասխանը գտնել, բայց երբ որ միանգամից դա կատարում ենք պայքարի ու դիմադրության միջոցով, մենք մեզ զրկում ենք այն հնարավորությունից, որպեսզի այդ հույզը լիարժեք կյանքի կոչվի։ Երբ որ մենք մնում ենք այդ իրավիճակում, մեր հոգեկանը բացում է այն փակ դռները, որպեսզի մենք կարողանանք ուղիներ գտնել, մեր հոգեկանը մեզանից ավելի խելացի է, նա գիտի բոլոր հարցերի պատասխանը, իսկ երբ որ մենք նրան չենք զրկում այդ վիճակի մեջ մնալուց, ամենայն հավանականությամբ ինչ որ պատասխան լսելու ենք։ Գուցե դա խոսում է այն մասին, որ հոգնել եմ, որ ինչ որ բան իմ սրտով չէ, հարաբերություններում ինչ որ դժվարություն կա, որ իմ սրտով չէ, եւ այս եւ մնացած բոլոր հարցերի պատասխանը շատ մեծ հավանականություն կա, որ դուք կարողանալու եք գտնել, երբ որ թույլ տաք ձեզ մնալ այդ իրավիճակի հետ, այլ ոչ թե միանգամից փոխել այն։